Մերձավոր արևելքի պատերազմը նաև գլոբալ էներգետիկ ճգնաժամ է առաջացրել։ Իրավիճակը սրվել է հատկապես Իրանի հարավային Պարս հանքավայրին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից հետո։ Սա բնական գազի աշխարհի ամենամեծ հանքավայրն է։ Դրա Պարսից ծոցում տեղակայված հարավային հատվածը պատկանում է Իրանին, հյուսիսային Կատարին։ Հանքավայրն առանցքային ռազմավարական նշանակություն ունի Իրանի էներգետիկ համակարգի համար, ապահովելով երկրի ներքին գազամատակարարման 70%-ը։ Արդյունահանվող բնական գազի գրեթե ամբողջ ծավալը ներքին սպառման համար է։ Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրել է, որ տեղյակ չի եղել գրոհի նախապատրաստման մասին, կրկին նախազգուշացնելով, որ Իսրայելն այլևս չի հարվածի հանքավայրին, եթե միայն Իրանը չդիմի անմիտ քայլի։ Հարավային Պարսից հետո Իրանը բարձրացրել է խաղադրույքները, Իրանի պետական հեռուստաընկերությունը հրապարակել է օրինական թիրախների ցանկը, որոնց մեջ մտնում են Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային օբյեկտները։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ է արձակել Կատարի ուղղությամբ, վնասելով Ռաշ Լաֆան նավթամշակման արդյունաբերական քաղաքը։ Խոշոր հրդեհ է բռնկվել։ Կատարը persona non grata է ճանաչել Իրանի ռազմական գծորդին։ Brent տեսակի գինը բարձրացել է 1 բարելը հասնելով $114։ Եվրոպայում գազի գինը բարձրացել է 30%։ Միջազգային մամուլի պնդմամբ Իրանն առայժմ հաղթում է էներգետիկ պատերազմում, փակել է Հորմուզի նեղուցը, ծոցի երկրներին զրկել է նավթ ու գազ արտահանելու հնարավորությունից, թեպետ ինքը շարունակում է էներգակիրներ արտահանել Չինաստան, իսկ ամերիկյան հզոր արմադան չի կարողանում խանգարել դրան։ Կամա թե ակամա ծոցի երկրները ներգրավում են պատերազմին։ Արտգործնախարարները հանդիպել են Ռիադում քննարկելու տարածաշրջանային էսկալացիան։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն Իրանին զգուշացրել է, որ իրենց համբերությունն անսահման չէ այն բանից հետո, երբ պայթյուններ են որոտում նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։ Այս պահին ինձ հետաքրքրում է այն, որ պատերազմին չմասնակցող մեր երկրի ու հարևան երկրների վրա հարձակումներն ավարտվեն։ Մենք պատրաստ ենք օգտագործել քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական բոլոր միջոցները գրոհները դադարեցնելու համար։ Տարածաշրջանում ամերիկյան բազաները թիրախավորելու Իրանի արդարացումները թույլ փաստարկ է համարում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը։ Իրանը հրթիռակոծել է նաև Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Պահապանների կորպուսի հարվածից հետո հրդեհ է բռնկվել Թել Ավիվում։ Միաժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում երրորդ հարվածն են հասցրել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի էլեկտրական արդյունաբերության օբյեկտներին։ Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի հյուսիսային Բանդար Անզալի քաղաքում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի գործընկերների հետ։ Արաղչին անդրադարձել է Մակրոնի գրառմանը, նշելով, որ Ֆրանսիայի նախագահը ոչ մի բառով չի դատապարտել Իրանի դեմ հրահրված պատերազմը։ Մակրոնին մտահոգել է ոչ թե Իրանի գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումը, այլ Իրանի հակահարվածը։ Իրանի դեմ պատերազմը քննադատում են նաև նահանգների ներսում։ Հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը Թրամփի գործողությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքի պատճառով հրաժարական է տվել։ Լարիջանին վերջին բանակցողն էր, որի հետ հնարավոր էր համաձայնության գալ։ Ալի Խամենեիի սպանությունն էլ վերջին բանն էր, որ նահանգները պետք է աներ։ Նա զսպում էր միջուկային ծրագիրը, թույլ չէր տալիս Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Ասել եմ, եթե նրան հեռացնեք, եթե նրան ագրեսիվ կերպով սպանեք, մարդիկ կհամախմբվեն այդ ռեժիմի եւ հաջորդ այաթոլայի շուրջ։ Եվ ես կարծում եմ, որ հենց դա էլ տեղի է ունենում, հիմնվելով նրա որդու վերաբերյալ ունեցած բոլոր տվյալների վրա։ Իրանի դեմ պատերազմը լուրջ ու վտանգավոր նախադեպ է ստեղծել Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերությունների վատթարացման համար։ Եվրոպացիները կտրականապես դեմ են պատերազմում իրենց ներգրավվածությանը։ Եվրամիության համար առավել կարևորը մերձավոր արևելյան տարածաշրջանի պատերազմի ավարտն է։ Մենք ականատես ենք լինում քաոսի, որը հետևանքներ է ունենում ամբողջ աշխարհի վրա։ Հորմուզի նեղուցով անցնող գազի ու նավթի մատակարարումների 85%-ը գնում է Ասիա։ Իրանի հարվածները Կատարի էներգետիկ ենթակառուցվածքներին իրոք քաոս են առաջացրել։ Միանգամայն հստակ է, որ պետք է դուրս գալ այս պատերազմից, սակայն այս պայքարը մերը չէ։ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ֆոնին եվրոպացի բարձրաստիճան ղեկավարներն ակտիվացել են ու հերթով քննադատում են Թրամփին։ Մի սկսիր մի պատերազմ, որը չես կարող ավարտել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։